Թրամփի ուղու կառուցմանն ու գործարկմանը մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանան, այսօր հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չբացառեց, ավելին ցանկալի համարեց մասնավորապես Եվրամիության ներգրավվածությունը, միաժամանակ շեշտելով, որ դրան պետք է նաև Վաշինգտոնը կանաչ լույս վառի։ Թրիփ ուղին քննարկումը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շահագրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն, բայց ելի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում եւ երրորդ կողմերը կարող են ներգրավել երկու կողմերի համաձայնության դեպքում։ Եվրամիությունը ողջունել էր Վաշինգտոնյան համաձայնությունները, պատրաստակամություն հայտնելով օժանդակել դրանց կայացմանը։ Կառույցն օրեր առաջ վերահաստատեց Հայաստանին ևս 200 միլիոն եվրոյի աջակցությունը դիմակայունության համար։ Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր կառավարությանը կոչ են անում Միացյալ Նահանգներից բացի նաև համաշխարհային դերակատարների ներգրավել տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապահովելու ուժերի հավասարակշռություն։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսում օրինակ համոզված են, որ առանց BRICS-ի անդամ երկրների ապաշրջափակման փոխարեն միայն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա ճանապարհ։ Միակողմանի գործարք է առաջարկում աշխարհաքաղաքական առումով, անտեսելով հզորացող այնպիսի աշխարհաքաղաքական բևեռի եւ միավորման շահերը, ինչպիսին է BRICS-ը։ Այնտեղ մենք ունենք ըստ էության ռազմավարական դաշնակիցներ, իդեմս Ռուսաստանի եւ Հնդկաստանի, այնտեղ մենք ունենք ռազմավարական գործընկերներ, իդեմս Չինաստանի եւ Իրանի, եւ այդ մի ամբողջ աշխարհաքաղաքական մեծ խաղացողի կոմպոնենտի դերը ընդհանրապես նսեմացված է։ Ինչը ըստ Լևոն Զուրաբյանի մեծ ական է դնում խաղաղության գործընթացի տակ, որովհետև ամեն ինչ թողնված է Թրամփի հայեցողությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքելով այս դիտարկմանը, օրերս ասել էր, թե Թրամփի ուղին Երևանի առաջարկած խաղաղության խաչմերուկի մի մասն է։ Բայց միայն Թրիփը չի խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկը ենթադրում է կապ արևելքի եւ արևմուտքի միջեւ, հյուսիսի եւ հարավի միջեւ, նույն օրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոմունիկացիաներն են բացվում եւ ոչ միայն օրինակ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով երրորդ երկրներ գնալ եւ Հայաստանը կարողանալու է Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ գնալ, բայց նաեւ օրինակ Իրանը Նախիջևանի եւ Հայաստանի միջոցով եւ հետո Վրաստանի միջոցով կարողանալու է երկաթգծային կապ ստանալ Սևծովի հետ կամ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարողանալու է երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, Թուրքիայի հետ պոտենցիալ։ Ուստի Երևանը Ռուբեն Ռուբինյանի խոսքով ցանկանում է, որ հնարավորինս շատ երկրներ օգտվեն Հայաստանի ճանապարհներից։ Ազգային ժողովի փոխնախագահը հավաստիացրել էր, որ Ռուսաստանում եւ Իրանում էլ ըմբռնում կա, որ Վաշինգտոնյան համաձայնությունները մեծ հնարավորություններ են բացում նաեւ իրենց համար։ Ռուբինյանը սակայն չէր հստակեցրել, արդյոք Վաշինգտոնը համաձայնություն կտա, որ դրանից օգտվեն նաեւ Թեհրանն ու Մոսկվան, որոնց հետ փաստացի հակամարտության մեջ է հիմա։ Իսկ ամերիկյան կողմի հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, ինչպես է գործելու այդ ճանապարհը։ Վաշինգտոնից եկած պատվիրակության հետ բանակցություններն այսօր ամփոփում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պայմանավորվածությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն են, մեր ընկալումն են, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատոր ընդեղա, թե չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տեն չի աշխատում։ Վաշինգտոնյան հանդիպմանը Դոնալդ Թրամփը ասել էր, որ ճանապարհը գործարկելու 99 տարվա խոստում է ստացել Նիկոլ Փաշինյանից։ Երևանում սակայն ասում են, որևէ խոստում չկա։ Խոսքը մինչև 99 տարվա մասին է, որը տեսականորեն կարող է եւ շատ ավելի կարճ լինել։